Նպատակահարմարությունից ելնելով ով ում դուր է գալիս նշանակում են պաշտոնի, դուր չի գալիս իշխանություններին ազատում են պաշտոնից։ Կարծում եմ դա իմ հարցը չի, որովհետև ես ժողովրդին ծառա եմ գնում, ես աշխատել եմ այդ տարածքում, ժողովրդին շատ լավ է ճանաչում, ես ժողովրդին շատ լավ եմ ճանաչում, դա այնպես չի, որ այստեղ քաղաքականություն է։ Ես գնում եմ ժողովրդին ծառայելու, որպեսզի կարողանանք մի բան ավել անել մեր ժողովրդի հոգսերը հետ։ Հովիկ Աբրամյանի թիմի դեմ աշխատանք կտարվի ձեր թիմի կողմից կամ բախում կլինի նրանց հետ։ Ես կարծում եմ, որ ընտրությունների հետ կապված ժողովուրդ դեռևս վաղ է այդ մասին խոսելը, որովհետև կգա ժամանակը, կսկսվի քարոզությունը, այդ ժամանակ ձեր բոլոր հարցերին, ձեր բոլոր խնդիրներին, հարցումներին Արարատի մարզում ՀՀԿ-ի կուրացիան դուք եք իրականացնելու։ Ուրեմն խնդիրը իմը չի հիմա, ես կարծում եմ, որ դուք դա պետք է ներկայացնեք ՀՀԿ-ին եւ այնտեղ որոշում կկայացնեն, կասեն։ Դուք կմասնակցեք քարոզարշավի նախընտրական process-ների մեջ ներգրաված կլինեք։ Երբ որ կսկսվի քարոզությունը, բնականաբար դրա մասին նաեւ տեղեկություն կունենաք ըստ սահմանված կարգի։ Պարոն Գրիգորյան, կներեք կարող ենք ասել, որ Հովիկ Աբրամյանի ազդեցությունը թույլատնելու նպատակով էր ձեր նշանակումը այս մարզում։ Գիտեք, դուք կարող եք տարբեր կարծիքներ ներկայացնել, բայց ես գնում եմ մարզի բնակչությանը ծառայելու։ Ինչու ժամանակին է ծառայությունից հրաժարվեցիք այդ դեպքում։ Ես ծառայությունից երբեք չեմ հրաժարվել եւ ծառայության հետ կապված որպես երևի թե աշխատանքը գնահատելով ինձ ուղարկեցին կառավարություն։ Ես եկել եմ կառավարություն ծառայելու։ Հիմա նորից վերադառնում եմ, որովե խնդիր չեմ տեսնում այստեղ։ Մարզում կադրային փոփոխություններ սպասում են, պարոն Գրիգորյան։ Նախորդ մարզպետի կադրերից կազատվեք, ձեր թիմը բերելու եք մարզպետարան։ Ես կարծում եմ, որ բոլոր այն մարդիկ, որոնք որ կարող են աշխատել, կարողանում են պրոֆեսիոնալ իրենց գործն անեն, վայելում են ժողովրդի կողմից հարգանք, բոլոր այդ մարդիկ պիտի մնան աշխատեն։ Երբ դուք ձեր կարծիքով ինչու են ձեզ ընտրեցին, ձեզ այդ մասին ասել եք։ Ես կարծում եմ ձեր հարցի պատասխանը դուք ավելի լավ կտաք։ Ես նորից կրկնեցի իմ ասածը, որ ես գնում եմ ժողովրդի ծառայելու։ Կարեն Կարապետյանից, Սերժ Սարգսյանից։ Եվ հանրապետության նախագահից, եւ հանրապետության վարչապետից։ Մենք ծառայելու երկուսը թվեք էլ ինչ էր արվում, որ ձեր դուրը չէր գալիս, հիմա գնում եք ծառայել, ինչ եք փոխել։ Ինչպես է դարձել ամենաառաջինը։ Ժողովուրդ, ես կարծում եմ, որ դուք մեր երկրի մի մասնիկն եք եւ կարծում եմ, որ ժողովրդի մի մասնիկն եք, կարծում եմ, որ դուք ինքներդ պիտի նույնպես այնպես անեք, որ այսօր աշխարհում իրավիճակը փոփոխվել է, բոլորս տեսնում ենք շատ ավելի վատ բաներ, բայց մենք այսօր միասնականություն պիտի պահպանենք։ Մենք պիտի քարոզենք, որպեսզի մենք միասնական լինենք։ Միասնականությամբ կարող ենք բոլոր խնդիրներն հաղթահարել։ Առաջին հերթին սոցիալական խնդիրներն են, որ այսօր մեր առջև դրված են։ Եվ մենք պիտի կարողանանք դրան հաղթահարել։ Իսկ դա կարելի է ձեր միջոցով նաև հաղթահարել։ Որովհետև բացասական ներկայացնել անընդհատ լավ բան չի կարծում եմ։ Ես շտապում եմ, շնորհակալ եմ։ Նոր ձեր առջև պայման դրվել է նախընտրական բացարձակապես որևիցե պայմաններ չկա, նորից եմ կրկնում ձեզ, ես ձեզ շատ հարգում եմ, ընդունում եմ եւ այսօր առաջին օրը ես տանձնելու եմ պաշտոն, որոշակի ժամանակ հետո բնականաբար ես կհանդիպեմ ձեզ հետ եւ կներկայացնեմ բոլոր խնդիրները, որոնք որ արկա են այսօր մարզում եւ ինչ լուծումներ եմ տալու։ Սրանով կարծում եմ բավարարված եք, ստեսություն, լավ մնացեք։